Փառք Տիրոջը քեզ համար, Слава Господу за тебя. միջև որ ես կանցնեմ խոսքին, До того, как я перейду к Слову, իմ կինո, իմ աղջիկը ինչ իրանք փառաբանության եւ վկայությամբ ուզում են ծառայեն քեզ, դու моя կարող жена и ես дочь նստած хотят մնալ, своим прославлением и свидетельством послужить вам, հալելույա, եւ հետո ես կշարունակեմ։ а потом я продолжу. Փառք Տիրոջը, Слава Господу. մտածում եի 19 թե 20, Я думал 19 или 20. լավ, սկսենք 19-ից։ Начнем с 19. Քանիստ են ձեզանից 19-ից բարձր, Сколько из вас, кому больше 19? որոնք ամուսնացած չեն։ И кто не женат? Կանգնի ոտքի վրա։ Встань на ноги. 1 Բարձր, կարող է մինչև 80 տարեկան։ Может быть, до 80 дойдем. Հալելույա։ Փառք Տիրոջը, Слава Господу. ես ուզում եմ ձեզ մի խոսք ասեմ։ Хочу вам слово сказать. Դուք Պողոս Արաքյալը չեք։ Вы не апостол Павел. Ամեն։ Аминь. Դուք Պողոս Արաքյալը չեք։ Вы не апостолы Павлы. Ամեն։ Հալելույա։ Տեր օրհնի ձեզ, դուք կարող եք նստել։ Пусть Бог благословит вас, можете присаживаться. Ես մտածում եմ ավելի շատ են կանգնելու։ Я думал, больше будет. Կարող է ամաչեցիր չկանգնեցիր։ Может быть, ты постеснялся, не встал. Հա։ Կարող է մտածես, դե ես ինչ կանգնեմ տարիներս անցան։ Можешь подумать, что ну как, зачем мне вставать, уже годы прошли. Քո ժամանակն ամեն Твое время сейчас, аминь. եւ քո ժամանակն է։ И твое время, Հալելույա, որ մենակ չմնաս։ чтобы ты не оставался один. Տերը պատասխան ունի։ У Бога есть ответ. Եվ այսօր խոսքը, որ իմ սրտում կա, И որ сегодня քեզ слово, հետ которое կիսվեմ, есть в моем сердце, чтобы делиться. գիտեք մենք միսիոներներ ենք, Мы миссионеры. որ եկեղեցին որ գալիս ենք, В какую церковь мы приходим? ես տեսնում եմ, որ ձեր հովներն են միսիոներ, Я вижу, что и ваши пастора եկել են миссионеры այստեղ, приехали сюда, այս հիանալի երկրում, в этой стране прекрасной, եւ բերել են փրկության զորությունը։ и привели силу спасения. Ամեն։ Եվ դա փրկում է քո կյանքը եւ հազարավոր մարդկանց։ И это спасает твою жизнь и тысячи людей. Եվ այնքան կարեւոր է, И очень важно, որ մենք հասկանանք, чтобы мы осознали, որ մենք բոլորս միսիոներներ ենք։ что мы все миссионеры. Ամեն։ Դու միսիոներ ես քո հարևանի համար, Ты миссионер для своего соседа, հա, քո հարազատի համար։ для своего родного. Ինչ որ միտեղ Աստված քեզ ուղարկում է, Где-то куда-то тебя Бог направляет, որ դու տանես Տիրոջ փրկության խոսքը։ чтобы ты принес туда слово спасения. Եվ այն խոսքը, որ Տերը դրել է, И то слово, которое Бог вложил, դա փրկում է оно спасает քո կյանքը։ твою жизнь. Հալելույա։ Ամեն։ Եթե Տերը փրկել է իմ կյանքը, Если Бог спас мою жизнь, նա հավատարիմ է, Он верен. այն խոսքը ունի զորություն փրկելու շատերի կյանքը։ У него есть слово, которое имеет силу Եթե Տերը спасать жизнь բժշկել է многих. իմ Если կյանքը, Бог исцелил мою жизнь, ուրեմն նա հավատարիմ է, значит, Он верен. այդ խոսքը զորություն ունի И это слово имеет силу բժշկելու քո կյանքը։ исцелить твою жизнь. Ամեն։ Այս տարի մեր ամուսնության 30 տարիներ, И в этом году у нас 30 лет свадьбы, արդեն 30 տարի մենք իրար հետ ենք 30 лет ապրում, мы уже вместе ու շատ սովորել ենք։ и много научились. Եվ գիտես կան մարդիկ, Есть люди, որոնք իրանք սովորում են իրանք մենակությանը, которые учатся быть в единстве, իրանք սովորում են իրանք պարտությանը։ в одиночестве. И Ես վերջերս մի հատ հարցազրույց էի լսում недавно я услышал одно մի интервью մի մարդու կյանքի մասին, о жизни одного человека, որը մոտ 30 տարուց ավել բանտում նստած էր։ который более 30 лет сидел в тюрьме. Եվ սխալմամբ իան դատապարտել էին։ И его неправильно осудили. Եվ այդ մարդը հանցանք չէր գործել, բայց այդտեն ստացվել էր, սխալ տեղում էր հայտնվել։ И этот человек, он не сделал зла, но его по ошибке, он оказался в неправильном месте. Եվ իան ազատ էին արձակում։ Его освобождали. Եվ իան ասին դու ազատ ես։ Ему сказали, ты свободен? Ինքը ասեց դա ինչ է։ И он сказал, что это такое? Ես այդ մարդը 30 տարուց ավել նստած էր բանտում, И этот человек более 30 лет был в тюрьме եւ դա դրան сովորել էր։ и научился этому. Ուղղակի սովորել էր բանտի ռեժիմին։ Просто научился режиму тюрьмы. Երբ պետք է արթնանա, И он должен, когда должен был երբ պետք է проснуться, գնա ուտելու, когда должен был идти кушать, գործի եւ այլն, что-то делать. բայց ինքը մոռացել էր այն ինչ որ ազատության մեջ կար։ Но он уже забыл то, что было в свободе. Սիրելի, մենք շատ անգամ
Мы очень часто, возлюбленные, սովորում ենք ինչ որ գերության մեթոդին։ учимся каким-то методом рабства, привыкаем к методам Մենք рабства. սովորում ենք ինչ որ բանի։ Мы учимся чему-то, Մենք սովորում ենք ինչ привыкаем. որ մեղքով ապրել։ Привыкаем жить в грехах, Մենք սովորում ենք ինչ որ հիվանդությունով ապրել։ привыкаем жить в болезни, Մենք սովորում ենք ծերը ծերին հասցնելու, привыкаем жить, сводить концы с концами. հա։ Մենք ինչ որ բաների սովորում ենք։ Мы учимся чему-то, привыкаем, Մենք սովորում ենք, привыкаем, եւ դա մեր հետ քաշ ենք տալիս։ и мы это с собой носим. Մենք սովորում ենք, երբ որ տան մեջ քաոսա, Мы учимся тому, когда привыкаем к тому, что есть в доме хаос, մենք ինչ որ իրավիճակների սովորում ենք։ учимся каким-то обстоятельствам. Մենք հասկանում ենք, որ Քրիստոսը վճարել է փրկության գինը, Мы понимаем, что Иисус, Он заплатил цену спасения, բայց մենք ապրում ենք պարտության մեջ։ но мы живем в поражении. Մենք շարունակում ենք ապրել Мы պարտության продолжаем մեջ։ жить в поражении. Մենք գիտենք, որ գինը վճարված է փրկության, Мы знаем, что цена спасения уже заплачена, որ մենք կարող ենք ազատ լինել, что мы можем быть свободны. բայց չգիտեմ ինչի, Но я не знаю почему. այդ գերությունը Это рабство մեր մեջ մենք հետներս քաշ ենք տալիս։ мы тянем за собою. Ուղղակի քաշ ենք տալիս։ Просто тянем. Մենք սովորում ենք ինչ որ բաների։ Потому что мы учимся чему-то. Այդ մարդը սովորել էր 30 տարուց ավել բանտում ապրելուն։ И этот человек, он привык 30 лет, более 30 лет жить в тюрьме. Եվ շատ дժվար էր И очень было сложно. ուղղակի այդ բանտի ճաղերից այն կողմ անցնելուն։ Просто перейти за решетки вот этой тюрьмы. Շատ անգամ կան եկեղեցում մարդիկ, Есть люди в церкви зачастую, որոնք չգիտեմ ինչի գերության մտածելակերպի մեջ, которые, не знаю почему, но в мышлении рабства. ասում են ես Պողոս առաքյալ եմ, Я апостол Павел, ես կյանքում չեմ ամուսնանա։ я в этой жизни не буду жениться. Ես այդ մարդկանց ասում եմ, Я этим людям говорю, հենց դարձար առաքյալ, как станешь апостолом, այնել Հունաստանում։ и тем более в Греции. Անունդ կդենք Պողոս։ Мы тебя назовем Павлом. Հետո կմտածենք դրա մասին։ А потом еще об этом Բայց подумаем. դու Պողոս առաքյալ չես։ Потому что ты не апостол Ոչ անունը Павел. դա Պողոս, Не твое имя Павел, ոչ էլ կոչումով ես առաքյալ։ и не в призвании ты апостол. Եվ Աստծո խոսքն ասում И է, Слово Божие говорит, վատ է մարդուն մենակ լինելը։ плохо человеку быть одному. Ամեն։ Аминь. Եթե դու ինչ որ մեկին տենաս Պողոս առաքյալ, Если ты кого-то увидишь апостолом Павлом, ասա խոսքն ասում է, վատ է մարդուն մենակ скажи, լինելը։ нехорошо человеку быть одному. Հալելույա։ Ամեն։ Կան իրավիճակներ, Есть обстоятельства, որ մենք սովորում ենք։ к которым мы привыкаем. Մենք սովորում ենք Привыкаем, եւ մենք դրա մեջ ապրում ենք։ и мы в этом живем. Մենք սովորում ենք, ապրում ենք։ Привыкаем, живем. Օրինակ ասենք, երբ որ գալիս ես վերևի մաս, ասենք ցուրտ երկրներ։ Ну, когда, например, идешь ближе к северу, в страны, где холодно, Ասենք մի հաղորդման ժամանակ и в одной передаче, մի մարդուն ասացին, ո՞նց ես դու Յակուտիայում ապրում։ и одному человеку сказали, как ты живешь в Якутии? Ասած լսի, Он сказал, слушай, անցած տարի շատ լավ էր։ в прошлом году было очень хорошо, Այս տարի մի քիչ ցրտել է։ в этом году было чуть холоднее. Օրինակ անցած տարի -40 է։ В том году было, например, минус 40. Մենք լավ ապրում ենք տենց։ Мы хорошо жили так. Դե մի հիմա մի քիչ -50 է հասել։ Сейчас, ну, минус 50, Մի քիչ ցուրտ է։ чуть-чуть холоднее. Գիտես, եթե Հունաստանում լինի -40, Если в Греции будет минус 40, դա վերջին մինուսը կլինի։ это будет последний минус. Երբ որ մեր մոտ -1 է լինում, Когда у нас չի минус լինում, 1, բայց եթե է у լինում, нас так не бывает, но если տրանսպորտը չի շարժվում, транспорт, он не двигается, որտեղ մարդիկ սովոր չեն։ потому что люди не привыкли. Եվ բոլորը փողոցում մեկը մեկին ասում է ռուսական մարոզա եկել։ И все друг другу на улице говорят, русский мороз пришел. Մենք սովորել ենք այդ կլիմային։ Мы привыкли к этому климату. Մի ուրիշ տեղ В другом месте մարդիկ սովորեն մի այլ կլիմային։ люди привыкли к другому климату. Մարդիկ սովորում են Люди իրավիճակներին։ привыкают к обстоятельствам. Դու սովորես, երբ որ երևի դու սովորես ինչ որ իրավիճակի, որը քեզ անդադ ճշում է։ Может быть, ты привык к какой-то ситуации, которая тебя постоянно угнетает. Մեր քույրերից մեկը Одна из наших сестер,
Ինքը անդադ ծառայության էր գալիս Она приходила на եւ служение. ամեն ծառայությունից հետո И после каждого служения հալածանք ուներ, դժվարություն у ուներ, него были гонения, трудности. մարդը խմում էր, Муж пил, ծեծում էր, բռնանում էր, избивал. բայց ինքը ասում էր. Но она говорила, Դա իմ խաչն է, это мой крест. ես պիտի տանեմ։ Я должна нести. Գերես պարտությունը Знаешь, поражение չի կարա քո խաչը լինի։ не может быть твоим крестом. Որոշ մարդիկ մտածում են, Некоторые люди думают, որ ես խաչ ունեմ, что у меня есть крест, որ այդ խաչը ես պիտի տանեմ։ и этот крест я должен нести. Դե ոչինչ, ես խաչս կտանեմ, Ничего, я понесу свой крест, ես կտանեմ իմ խաչը։ я понесу свой крест. Ես իան ասացի քուր, Я сказал, сестра, դա քո խաչը չի։ это не твой крест. Սատանան խփել է քեզ։ Тебя дьявол обманул. Ես շատ անգամ սատանան ինքը ստախոս է։ И дьявол, он лжец. Ինքը ստախոս է։ Он лжец. Բեղձեբուխ կոչվում է ճանճ։ Вельзевул означает муха. Հա, ամեն։ Լսել եք թե ես Вы նորություն ասեցի։ слышали ли эту новость? Անցած օրը գիշերը Прошлую ночь Սեյնյակում, աղջկա Սեյնյակում հայտնվել էր մեծ ճանճ։ в комнате дочери была большая муха. Կինս փորձեց սպանի այդ ճանճին, И жена пыталась убить эту муху. հետո հասկացա, որ եթե ես այդ գործին չխառնվեմ, потом я понял, что если я вмешаюсь, հարևանները հաստատ կխառնվեն։ соседи точно вмешаются. Գիտես, И знаешь, ինչ որ ճանճի իրավիճակ կարա հայտնվի քո կյանքի մեջ, в твоей жизни может такая ситуация прийти, как с мухой, եւ դու մտածես, и ты подумаешь, դե որ դա նորմալ է։ что это нормально. Եկել է մի հատ ճանճ, Пришла муха, գողանում է քո խաղաղությունը, հանգիստը, քունը։ крадет твое спокойствие, твой сон. Ես դու մտածում ես դա միգուցե Աստծո կամքն է։ И ты думаешь, может быть, это воля Божья? Եկել է աղքատությունը, Пришла бедность, դու մտածում ես դա Աստծո կամքն и է։ ты думаешь, это воля Божья. Դու հալածանք ես, դու հարստահարվում ես, Ты угнетаешься, դու մտածում ես դա Աստծո կամքն է։ ты думаешь, что это воля Божья. Դու ապրում ես վախի մեջ, Ты живешь в страхе, դու մտածում ես Աստծո կամքն է։ думаешь, что это воля Божья. Դե երևի Աստծո կամքն է։ Наверное, это воля Божья. Մենք շատ անգամ Мы очень часто սուտը ложь կարանք ընդունենք можем Աստծո принимать կամքի տեղ։ как за волю Божью. Հակառակորդը Враг, գողանում է, он крадет ընտանիքդ семью, քանդելով իրան։ разрушая. Եվ դու մտածում ես И ты Աստծո думаешь, это воля Божья. Մենք շատ անգամ Мы очень այնքան часто նրբանկատ ենք դառնում։ настолько чувствительны становимся. Գիտես, պայքարը թողած, Оставляя битву, մենք շատ բաներ թողում ենք, мы оставляем многое եւ մենք ասում ենք, и говорим, դե մենք լսի մենք ժամանակակից մարդիկ ենք։ мы современные люди. Ժամանակակից մարդիկ գիտես ոնց են բաժանվում։ Знаешь, как современные люди разводятся? Ասում են մենք իրար լեզու չենք հասկանում։ Говорят, мы не поняли друг друга. Դա նույնն է ոնց որ ես հիմա խոսամ հույներեն։ Это как я буду сейчас на греческом Թարգմանիչը говорить. չի թարգմանելու, И переводчик не переведет. մի 15 րոպե հետո դու կհոգնես։ Через 15 минут ты устанешь. Սկզբից կփորձես հասկանաս ես ինչ եմ ասում։ Ты сначала попробуешь понять, что он говорит. Եվ հետո կհոգնես, Потом կմտածես, устанешь и թե скажешь, ավելավա գնանք տուն։ лучше пойдем домой. Մենք այնքան գիտես, այնքան դառնում ենք հանձնվող։ Мы становимся настолько людьми, которые сдаются. Դե մենք որոշեցինք Мы решили բաժանվենք, расстаться, որտեղ իրար լեզու չենք հասկանում։ потому что не понимаем друг друга. Դե որ իրար լեզու չենք հասկանում, ինչ անենք։ Ну вот если мы не понимаем друг друга, что Ես делать? խոսում եմ, ինքը չի Я հասկանում, ինքը говорю, она не խոսում է, ես չեմ понимает. հասկանում։ Она говорит, я не понимаю. Այս վերջերս, երբ որ մեր 30 տարին էր, մենք միսիոներության էինք Բուլղարիայում, Мы, когда нам 30 лет было со дня свадьбы, мы были в Болгарии на մեկը ինձ հարցրեց, миссионерском служении. մեկը հարց տվեց. И один спросил, Որն է ձեր ընտանիքի чем- հաջողության հիմքը։ основа успеха семьи. Գիտես, երբ որ դու ծառայում ես, Когда ты служишь,
Ու ասում ես ես 30 տարի ընտանիք ունեմ։ и говоришь, у меня 30 лет семья, Մեկ Աստված, Бог, մեկ եկեղեցի, одна церковь, один Бог, մեկ կին։ одна жена. Ամեն։ Հալելույա։ Մարդիկ մտածում են երևի դու հրեշտակ ես Люди թևերից, думают, наверное, ты ангел, աբատոկ կա գլխիդ вրա։ у тебя такой Մենք բոլորս нип над մարդիկ головой. Мы Ունենք все люди, ունենք իրավիճակներ, у нас есть обстоятельства, որը աղաղակում ենք այդ իրավիճակների մեջ։ в которых мы взываем в этих обстоятельствах. Հիսուս, Иисус, Հիսուս փրկին։ Иисус, спаси меня. Եվ իմ ընտանիքի ինքնարժեքը, որը մնացել է, И ценность моей семьи, которая есть, պատճառը ես չեմ, причина не я, պատճառը իմ կինը չի, не моя жена причина. պատճառը Քրիստոսն է։ Причина это Христос. Ամեն։ Կինս նոր վկայեց, որ մենք 10 տարի երեխա չունեինք։ Жена свидетельствовала, что не было у нас детей 10 лет. Գիտես ինչեր ենք քաշել դրա պատճառով։ Знаете, что она из-за этого что мы Սկզբի переживали? մի տարին լռություն էր։ Первый год у нас вообще Դե была նոր են тишина. ամուսնացել։ Она только женилась, Երկրորդ вышла տարուց հետո замуж. սկսավ։ После второго года началось. Հա։ Ուր որ գնում ենք այդ բառը որ И լսում когда ենք, мы шли, вот этот вопрос был, ну, բոլոր արժեքները տոկավորվում էր։ и все твои ценности, они просто в напряжении были. Քանիսին են ասել, հա։ Сколько из вас говорили, ну, Մենք յար հասկանում ենք որսորը։ Երկրորդ տարին հա։ второй год уже, ну, Հետո միջնորդներ հանդիպեցին արդեն 3-4 տարվա մեջ։ а потом уже были посредники в третьем и в четвертых годах. Կարող է Աստծո կամքը չի որ դուք իրար հետ ապրեք։ Может быть, не воля Божия, что вы живете вместе. Վաու։ Երբ որ Աստված մի բանը սկսում է, Когда Бог что-то начинает, նա հավատարիմ է։ Он верен, Տանի միջև էր։ чтобы довести это до конца. Հենց որ ժամը գա չնվագեց, որ ես իմանամ։ Okay։ Մի անգամ մեր մոտ եկավ մի մարդ, Однажды к нам пришел один человек. աղոթող մարդ։ Человек, который молился, Մի քիչ молящийся. տարիքով 70 անց։ За 70 ему было. Ես տենց աղոթողների առաջ անգամ եմ տեսել։ Я таких молитвенников впервые видел. Սկզբից կերավ, Сначала он поел, հյուրասիրեցինք, мы его угостили. հետո նայեցին, Потом он посмотрел на меня, նայեց իմ կնոջը։ посмотрел на мою жену, Ասեց Աստված, сказал, Бог ձեզ երեխա կտա։ вам даст ребенка. Գես ինչքան վատ է, երբ որ կպնում են քո ցավոտ տեղին։ Насколько это нехорошо, когда касается твоих больных Երբ мест. որ դու ցավոտ տեղ ունես, դու սենց պահում ես։ Когда у тебя больное место, ты его так скрываешь. Չէ։ Ասեց Աստված ձեզ երեխա կտա։ Говорит, Бог вам даст ребенка. Բայց Но հիմա ժամանակը չի։ сейчас не время. Ասի երնեք չխոսայիր։ И я думал, ну, если бы ты не говорил, лучше бы ты не говорил. Ես դեռ մի հատ աղջկա ձեռդ ուսին գցած։ И говорит, я вижу, что у тебя рука на Мята какой-то тагая. девушке, на девочке и еще Մեկներ կա мальчик. չեմ տենում։ Ով է։ И еще есть кто-то, не Тагая вижу, ты кто это, աղջիկ, мальчик или девочка. Այդ մեկին ես էլ հիմա չեմ տենում։ И еще этого я тоже не вижу. Երբ որ Տերը սկսում է քեզ, И когда Бог начинает, նա թույլ չի տալիս։ Он не позволяет. Երբ որ Տերը քո հետ սկսում է, Когда Бог начинает что-то с тобою, նա թույլ չի տալիս, Он не позволяет, որ դու սատանայի սուտը, чтобы ты ложь дьявола, բարդությունը поражение կրես քո վրա։ нес на себе. Նա հավատարիմ է, Он верен քեզ տանի тебя вести միջև վերջ։ до конца. Նա տանի միջև վերջ։ Вести до конца. Ես մարդիկ էին հայտնվում ասում էին, Являлись люди, которые говорили, լսի կախ դուք անիծված եք։ может быть, вы прокляты. Ախր ոնց որ չի Աստծո ծառայեք։ Вот, ну, вроде нет, но вы же Համ служители Աստծո Божьи. ծառայեք, համ անիծված Вы եք։ служители Божьи, и при этом еще прокляты. Այդ հան անդադ արդեն ես Երանի էի տալի ասեին հա, կանց թե խոսային։ Я уже хотел бы, чтобы говорили больше «ну», нежели вот такие вещи Միգուցե говорили. քո կյանքում ինչ որ այդպես նման մի բան կա։ Может быть, что-то похожее есть в твоей жизни.
Բայց եկել է ժամանակը, Но пришло время, որ դու վերցնես խոսքը։ чтобы ты взял слово, Եկել է ժամանակը, пришло время, որ դու ասես, чтобы ты сказал, իմ խաչը պարտություն կրելը չի, мой крест это не нести их իմ крест, խաչը հաղթանակ տանել է։ мой крест это нести победу. Ես ուզում եմ հաղթանակ տանեմ։ Я хочу вести победу. Ես չեմ կրում պարտություն։ Я не несу поражение. Ես տանում եմ հաղթանակը։ Я несу победу. Ես չեմ կրելու պարտությունը։ Я не буду нести поражение. Ես տանելու եմ հաղթանակը, Я буду нести победу. որտեղ Հիսուսը խաչի վրա հաղթեց։ Потому что Иисус на кресте победил. Նա հաղթանակ տվեց ինձ։ Он дал мне победу. Նա պարտություն չտրեց։ Он не дал мне поражение. Նա չտվեց մեզ վախի հոգի։ Он не дал нам духа боязни. Նա չտվեց մեզ բաժանության հոգի։ Он не дал нам духа разделения, разводов. Մեզ տվեց Он հաղթության հոգի։ Дал духа победы. Եվ երբ որ դու վերցնում ես հաղթանակը, И когда ты берешь победу, դու վերաբերվում ես ուղիղ այնպես, ոնց որ ես վերաբերվեցի այդ ճանճի հետ։ ты обращаешься ровно так же, как и я обратился с этой, повел себя с этой мухой. Պետք չէր պանիկա գիշերվա կեսին։ Не нужна была паника в Պետք չէր ночи. պոլիս կանչել։ Не нужно было полицию вызывать. Ընդամենը տապճկա էր պետք։ Нужна была всего лишь тапочка. Չէ՞ դու շո։ Գնացինք քնելու։ Все, мы пошли спать. Չկա այդ տզոցը։ Нету этого звука. Այսօր քեզ պետք է Тебе сегодня нужно, վերցնես խոսքը, чтобы ты взял слово, վերադառնաս քո անձնական կյանք։ вернулся в свою личную жизнь. Չտ ու всё, Ударил и все. հանգիստ ապրի։ Живи спокойно. Գրի հաղթանակը, Неси победу. գրի հաղթանակը, Неси победу. գալի հաղթանակի մեջ։ Ходи в победе. Հիսուսն ասեց. Иисус сказал, Նրանք ովքեր որ հաղթեն, те, которые победят, այսօր դու որոշում ունես։ у тебя есть решение, Հաղթես թե չէ։ победить или нет. Ուզում ես հաղթես։ Хочешь победить? Թե ուզում ես սատանայի սուտը կրես վրատ Или хочешь нести ложь дьявола на себе? ու տանես, И нести. պարտությունը տանես, Поражение нести. արտություն չկա, Нету победы. ոչ մի բան չկա, Нет ничего. անձնական կյանքը սենց, В моей личной жизни ու մի հատ так. սուտ մխիթարություն ունես։ Есть ложное Պարտքերը утешение. խեղդում են, Тебя долги просто արդեն убивают. հազիվ ծերը, առաջ ծերը ծերին էի հասցնում, հիմա ոչ մի ծեր, ոչ մի ծերին չի հասնում։ Раньше я хоть концы с концами сводил, а сейчас и не могу этого сделать. Սիրելիս, Возлюбленный, եկել է ժամանակը пришло время պարտության հետ вместе с поражением վերաբերվես Աստծո խոսքով։ к поражению, чтобы ты относился через Слово Божье. Հալելույա։ Ես ուզում եմ վերադառնամ Աստծո խոսքին։ Хочу вернуться к Слову Божьему. Երեսունչորսերորդ Սաղմոս 18-րդ խոսքը։ Псалом 33, 18 стих. Տերը մոտիկ է սրտով կոտրվածներին։ Близок Господь к сокрушенным сердцем. Եվ 19 Տերը стих. բժշկում է И հոգիները։ Господь исцеляет души в армянском переводе. Այսօր Աստծո խոսքը Сегодня Слово Божье հենց այնպես գիտես չի խոսում։ не говорит просто так. Աստված խոսում է քո կյանքի համար։ Бог говорит для твоей жизни. Իմ համար ամենա դժվար պահը Для меня самый трудный момент խոսք ստանալն է։ – это получить Слово. Երբ որ խոսքը ստանում եմ, Когда Слово получаю, ես զենք ունեմ։ у меня есть оружие. Երբ որ ես խոսք ունեմ, Когда я имею Слово, ես զենք у ունեմ։ меня есть оружие. Անցած տարի В прошлом году տանը дома մեր մոտ շատ անգամ թափ է տալիս։ у нас бывает, Երկրաշարժներ շատ ենք у ունենում։ нас землетрясения часто бывают. Միջև 3.5 բալ նորմալ նստում ենք տանը, սովորական ասենց, օրորվում До է։ 3,5 балла мы спокойно сидим дома, так качаемся. Երբ որ դրանից ավել է, մի քիչ արդեն մտածում ենք գնանք դուրս թե չէ։ Когда больше этого, думаем, идти на улицу или нет. Մի անգամ շատ ուժեղ էր թափ տվել։ И однажды было прям очень сильно трясло. Վաու։ Հետաքրքիր էր։ Երբ որ ուզում եք գիշեր դուրս վազել, И когда я хотел ночью выбежать, ես հարցրի Տեր, վազեմ, թե չվազեմ։ я спросил, Господь, бежать или не бежать? Որտե մեր մոտը տենց է, եթե վազեցել բրծում կարող չունենաս։ У нас так, что даже если попытаешься убежать, может быть, Շենքերը и շատ մոտիկ не են։ спасешься, дома очень близко. Եթե փողոց դուրս գաս, կարող է հարևան շենքը քանդվի գլխիդ։
И если ты выйдешь на улицу, может соседний дом просто упасть тебе на Դրա голову. համար ավելավա Տիրոջը դիմել։ Поэтому лучше к Богу обратиться. Ամեն։ Ես ասացի Տեր ինչ անեմ։ Я говорю, Господь, что мне делать? Տերն ասաց հանգիստ քնի։ Бог сказал, спокойно спи. Լավ է չէ։ Աստծուն լսել եմ։ Хорошо, когда ты слышишь Бога. Ամեն իրավիճակի մեջ, В каждой քո ситуации, ծառայության մեջ, в твоем служении, քո կոչման մեջ, в твоем призвании, քո տան մեջ, в твоем доме, քո ապագայի համար, для твоего будущего. այնքան կարևոր է, Насколько важно, որ ես ու դու чтобы я и ты լսում ենք, слышим, Տեր ոնց անեմ, Господи, как быть? եւ քո И հաղթանակները твои победы, շատ տարբեր են։ они очень разные. Ես կարամ շատ օրինակներ բերեմ, Я могу մինչև множество առավոտ примеров ստեղծեմ, привести, շատ պատմություններ много պատմեմ, историй рассказать. կարող ես շատ ծիծաղաս, Может быть, очень ты будешь смеяться, կարող ես շատ ուրախանաս, будешь радоваться. կարաս դու ինչ много. որ ռեմա ստանաս, Может быть, какую-то рему ты получишь. անձնական խոսք, Личное слово. հալելույա, դու կարող ես այսօր լծված գնաս, Ты можешь сегодня пойти наполненным. միջև խոսքը չկա, Пока нету слова, միջև դու հաղթանակը չընդունես пока քո ты մեջ, не примешь победу в себя. մենք գիտես ոնց ենք մտածում հաղթանակը ոնց է։ Знаете, как мы думаем, что есть победа? Այսօր եկել է նոր մարդ։ Сегодня пришел новый человек. Գնանք տենանք ինչ ասում։ Посмотрим, что он скажет. Հա դա ոչինչ քարոզ է տան։ Ну, вроде проповедовал неплохо. Քիչ sense եվրոպական էր, Немного так по-европейски. հա։ Իտոգում բան չի փոխվելու։ По итогу ничего не поменяется. Այսինքն իտոգ բառը հայերեն է։ Слово «итог» — это армянское слово. Դու կգաս Ты придешь, եւ կգնաս առանց խոսքի։ и ты пойдешь без слова. Կամ կարևոր է որ ես ու դու այսօր թույլ տանք։ Важно, чтобы мы позволили сегодня Վերցնենք այդ ձայնը։ взять тот голос. Ես եմ քո Տերը։ Я твой Господь. Հիսուսն ասեց. Иисус сказал, Եկեք ինձ մոտ, придите ко мне, ով բոլոր հոգնածներ ու բեռնվածներ։ все труждающиеся и обремененные. Մեզ թվում է, Нам кажется, որ այդ հոգնածներն ու բեռնավորվածները что эти труждающиеся и обремененные աշխարհն է։ – это мир. Սելի շատ անգամ մենք ենք, А чаще всего это мы այնքան հոգնած ենք, настолько уставшие. իրավիճակները սեղմում են քեզ, Обстоятельства они угнетают, давят. տունը սխմում է, Дом давит. ամեն իրավիճակ սկսում է քո դեմ գնալ։ Каждое обстоятельство как будто против тебя. Բայց երբ որ դու գալիս ես Տիրոջը, Но когда ты приходишь к Господу, ուղիղ հայտնվում ես 91 սաղմոսում։ ты оказываешься в 90-м псалме. Դա բուժ կենտրոն է։ И это место исцеления. Ընդամենը մի տեղ է, Это одно место, որ դու կասես, которое ты скажешь. ես կասեմ Տիրոջը, Я скажу Господу, իմ ապավեն, прибежище мое, իմ ամբրոց, твердыня моя, որին հուսացել եմ։ Бог мой, на которого я уповаю. Ինչ գիտես ինչ է սկսում այդ Знаешь, что հետո։ начинается? Ինքն է սկսում։ Он начинает. Երբ որ դու ապավինում ես, Когда ты надеешься, դու չես սկսում, не ты начинаешь, ինքն է սկսում։ Он начинает. Հալելույա։ Ամեն։ Аминь. Այս վերջերս մի երիտասարդ ինձ ասեց. Недавно один Հովիվ юноша կնոջս сказал չեմ мне, հասկանում։ Ասեց կնոջս չեմ հասկանում։ я свою жену не понимаю. Ասի գրված չի որ կնոջդ պետք է հասկանաս։ Я говорю, не написано, что ты жену должен понимать. Սիրելի քույրեր կներեք իհարկե։ Сестры, извините. Գրված է որ պետք է սիրես։ Написано, что ты должен любить. Հեչ գրված չի հասկանալու մասին։ Не написано вообще о том, что ты должен понимать. Որտեվ երբ որ սկսես հասկանաս, Потому что если начнешь понимать, հետո քեզ չես հասկանա։ потом себя не поймешь. Պետք է սիրես։ Ты должен любить. Հալելույա։ Գիտես որ Հիսուսը շատ անգամ եկեղեցուն չի հասկանում, որ Знаешь, ես что ու դու ենք։ Иисус очень часто не понимает церковь. Բայց գիտես ինչ անում։ Но знаешь, что Он делает? Սիրում եմ։ Он любит. Քեզ թվում է հասկանում, հա։ Тебе кажется, что Он понимает? Դրա համար սիրելիս այնքան կարևոր է, Поэтому это настолько важно. որ երբ որ մենք հոգնած ենք, Когда мы уставшие, երբ որ մենք բեռնավորված ենք, когда мы обременены, երբ որ հարցակումների տակ ենք, когда мы под нападками, այնքան կարևոր է, насколько важно, որ մենք գանք Հիսուսի մոտ։ чтобы мы пришли к Иисусу. Ու ասենք, իմ Сказали, мой 91 սաղմոսը 90-й псалом սկսում է։ начинается. Իր հրեշտակներին է կարգում, Он отправляет своих ангелов, ոտս քարին չեմ զարկելու, что я не ударюсь ногой о камень, ես գնալու եմ ու я пойду հաղթելու и եմ։ буду побеждать. Հալելույա։ Տերը կանչել է մեզ Господь нас призвал եւ սովորեցնում է մեզ հաղթել։ и учит нас побеждать.
30-րդ Սաղմոսի 11-րդ խոսքը ասում է. դու իմ սուքը ցնծությամբ փոխեցիր եւ իմ քուրձը հանեցիր ինձանից եւ ուրախություն հագցրեցիր ինձ։ Ուզում ես այսօր հագնես ուրախություն։ Хочешь сегодня облечься в радость? Չգիտեմ ինչի մեր գույների մեջ մեծ բաժանելուց երև սև գույնն է անգել։ Я не знаю, почему среди нас есть черный цвет, который разделяет нас. Մեկ սև, մենք սև, Мы հակինը սև, мы черные, одежда черная. 4 կողմը սև, И вокруг все черное. ուսենք մենք սև գնում ենք առայ։ И мы такие черные идем вперед. Թույլ տուր որ Տերը քեզ ուրախություն հագցնի։ Позволь, чтобы Бог одел тебя в радость. Թույլ տուր որ Տերը քեզ հագցնի, Позволь, այսօր քո чтобы- սուքը փոխի ուրախության։ Чтобы Бог одел тебя и твою скорбь переодел в радость. Քո պարտությունը Твое փոխի поражение- հաղթանակի։ Переодел в радость. Հալելույա։ Նա սովորեցնում է մեզ հաղթել։ Он учит нас побеждать. Եթե մարզիչը, Если- որը աշխարհի չեմպիոն է եղել, Тренер, который был чемпионом իր мира, մեդալները կախի իր աշակերտի վզից, он свои медали оденет на шею своего ученика. իր աշակերտը աշխարհի չեմպիոն չի դառնա։ Его ученик не станет чемпионом мира. Բայց գիտես նա ինչ անում։ Но знаешь, что он делает? Սովորեցնում է Он учит հաղթել, побеждать. որտեղ ինքը հաղթել է Потому что он победил. եւ սովորեցնում է։ И он учит. Ամեն։ Եկեք բարձրացրու քո ձեռքը հիմա, Подними свою руку сейчас. ասա Տեր, Скажи: Господь, իմ իրավիճակի մեջ в моих обстоятельствах սովորեցրու научи ինձ հաղթել։ меня побеждать. Even the Lord, hallelujah. Սովորեցրու ինձ հաղթել, Научи меня побеждать. սովորեցրու հաղթել ինձ Տեր, Научи меня побеждать, Господь. սովորեցրու ինձ հաղթել իմ տան մեջ, Научи меня побеждать в моем доме, իմ առօրյայի մեջ в моей повседневной եւ жизни ամեն իրավիճակի մեջ։ и в каждых обстоятельствах. Սովորեցրու ինձ հաղթել։ Научи меня побеждать. Սովորեցրու ինձ հաղթել։ Научи меня побеждать. Սովորեցրու ինձ հաղթել։ Научи меня побеждать. Hallelujah. Amen. Аминь. Դու ուզում ես որ Տերը քեզ սովորեցնի։ Ты хочешь, чтобы Бог тебя научил? Amen. Մենք պետք է սովորենք հաղթել։ Мы должны учиться побеждать. Մեր քույրերից մեկը մի օր եկավ ծառայողներից մեկն ասեց. Одна из служителей церкви, Իր женщина, пришла и ամուսինը сказала. պաշտոնով մեկն էր։ И у нее супруг был человеком при власти. Ասեց հով ամուսինս արգելում է ինձ եկեղեցի գալ։ Этот пастор, муж запрещает приходить в церковь. Ասացի ինչ ես անելու։ Я говорю: что будешь делать? Ասեց սովորել եմ հաղթել։ Она говорит: я буду учиться побеждать. Սի ոնց։ Я говорю: как? Ասեց կգնամ papaիս կասեմ սա։ Она говорит: я пойду все отцу скажу. Վաու։ Ինչ լավ է։ Я говорю: как хорошо. Ամուսինը գնալ գործի գնալուց առավոտ ձմեռը И муж зимой, когда шел на работу, Մոսկվայի պայմաններում չէ, հայկական պայմաններում, պայծերները հիշում եք, լուսամոտ չկար չէր это տակածում։ не московские условия, а армянские, когда в подъезде не было ни света, ничего. Կնոջն ասում է, եթե դու գնաս եկեղեցի, И жене говорит: если ты пойдешь в церковь, այդ վերջն է։ это все, конец. Մտնում է լիֆտ, Он входит в лифт, ուրիշնի ներքև, чтобы спуститься вниз. մի 3-4 ժամ մնում է լիֆտի մեջ։ Примерно на 3-4 часа остается в лифте. Հետո լիֆտից դուրս է գալի։ Потом выходит из սաղցակալած, лифта, замерзший, ասում է, դե գնա ուր ուզում ես լսի։ и говорит: ну иди куда хочешь, слушай. Գիտես ինչքան լավ է, չէ՞, papayin ասելը։ Как хорошо, когда ты обращаешься к отцу. Ոչ կրվով, ոչ թուր թվանքով, ոչ Не через պատերազմ, войны. papayin ասելու։ Просто ты сказал отцу. Ընդամենը Всего лишь. կամ մեկը, Есть некто, որին դու կարաս ասես։ которому ты можешь сказать. Կարող քո շուրջը չկա մեկը, որին ասես, Может быть, нету рядом с тобой кому можно сказать. բայց կա մեկը, Но есть некто, որին դու ասում ես, кому ты говоришь, որ քո ցավը կբժշկի, который исцелит твою боль, որ քո սուքը կփոխի ուրախության, который твою որ քո скорбь քուրդը переменит в կհանի радость, քեզանից, который выведет тебя. երբ որ մենք թույլ ենք տալիս։ И когда мы позволяем, Հալելույա։ Այնքան կարևոր է, насколько важно, որ ես ու դու чтобы я и ты այսօր ընդունենք դա сегодня приняли это մեր սրտերի մեջ։ в наши сердца. Տեր սովորեցրու Господь, научи հաղթել։
меня побеждает. Չկրես պարտությունը։ Не неси поражение свое. Տերը չի կանչել ինձ պարտության մեջ։ Бог не призвал меня в Տերը չի поражение. կանչել քեզ պարտության մեջ։ Бог не призвал тебя в поражение. Ասելա կտաս, Он сказал, отдашь, ոնց որ Հովիվն ասեց։ как сказал пастор, Կտաս Տիրոջ գործի համար, отдашь на дело Божье ու կասես լավ եմ անում։ и скажешь, я хорошо делаю. Հա։ Մեկը մոտիկացավ ինձ ասեց, Однажды один «Այդ подошел и է сказал, կանում»։ Իմ հարազատներից մեկն էր, один из моих близких ասեց, сказал, տալիս է դրա համար յախտաներ ունեն։ дают, поэтому имеют яхты. Ասել լավ եմ անում։ Я говорю, хорошо делаю. Չգիտեմ որտե էր Սևանում յախտա գտել, բայց Я не знаю, где он в Севане нашел яхту. վերջերն էլ մեկը մտածում էր, որ ես Ամերիկայում 100 հարկանի շենք ունեմ։ А некоторые думали, что у меня в Америке есть Парадный. здание стоэтажное. Я Չէ, скрыл. ունեմ, ուղղակի Да, у տեղը меня չգիտեմ есть, но հիմա։ просто место не знаю. Որտեղ ունեմ։ Не знаю, где оно. у меня. Իմանամ տեղը, սա հարցերը լավ կլինի։ Если я буду знать, где, Ես ու դու կանչված ենք հաղթության եւ ոչ թե պարտության։ я и ты призваны к победе, а не к поражению. Ես ու դու կանչված ենք գնալու առաջ։ Я и ты призваны идти вперед. Դրա համար եթե դու հակել ես պարտությունը, Поэтому, если ты одел եթե դու поражение, հակել ես քուրձը, если ты одел вретище, այսօր քեզ պետք է թողես։ тебе нужно это оставить Սա сегодня. Տեր, Господь, դու փոխում ես։ ты меняешь. Ֆիլիպպեցիներից մեջ Պողոսն ասում է ուրախ եղեք։ Филиппийцам Павел говорит, радуйтесь. Ես այս ժամանակ մտածում եի, Я тогда думал, գիտես շատ մարդիկ սիմվոլիչիսկ են հասկանում այստեղը։ 4-ի 4-ը։ многие люди Угоден символически понимают это Хаскану место, место. они прямо понимают. Ուրախ եղեք, Радуйтесь. դա գիտես ինչա նշանակում։ Знаешь, что это означает? Հոլիվուդյան ժպիտ չեմ եղել Հոլիվուդում։ Голливудская Չգիտեմ ընդ ոնց улыбка. են ժպտում, Я не знаю, как там улыбаются, բայց այդտեղ ասում են։ но так говорят. Մի անգամ մեր եղբայրներից մեկը ծառայությամբ գալիս է, И однажды один из братьев приходит на служение, մի քաղաքից гնում է ուրիշ он քաղաք։ из одного города в другой уезжает. Եկեղեցուց վերցնում է մեկ քուրիկներից մեկին է։ И одну из сестер берет с собой. Ճանապարհի վրա այդ տրասայի վրա И на трассе մեքենան փչանում է։ машина ломается. Հիմա այդ մարդը ընտանիքով խառնվել И է этот человек, он երեխեքը живет մեջը, просто в ինքը замешательстве. խառնվել է։ Он в замешательстве. Այդ քրոջը որ վերցրել И է, сестру, которую взял с собой, ինքը ծիծաղում է։ она смеется. Ասում դու ինչ И ծիծաղում։ говорит, почему ты смеешься? Ասում գրված է, ու։ Говорит, написано, радуйтесь. Ասում դու միշտ տենց ուրախ Говорит, ես։ ты всегда такая радостная. Ես ասում գրված է։ Говорит, ну написано же, Ուրախ եղեք։ радуйтесь. Ու ես մտածում եմ այս խոսքի վրա։ Я думал над этим словом. Լսի, իրոք սենց, հա, ասենք, չգիտեմ, դեր հովի Разве это так? Я не знаю, как ваш пастор говорит. Ասենք ամեն լարված իրավիճակի Во մեջ всех обстоятельствах вот так вот. ասես մի հատ ներվայնացած իրավիճակ է Такое տանը։ нервное состояние. Դու ինչ որ մի բան ես ասում կինես, Ты что-то говоришь, и жена вот так вот. Ես չգիտեմ, դեր մոտ կարող Я не ասած։ знаю, может быть, у вас получается. Մենակ այս խոսքից ես եմ ուրեմն դուրս։ Может быть, я только вне этого Вот. слова. Անկեղծ ասում եմ, չի Я ստացվում։ скажу честно, у меня не получается. Կարող է պետք է աղոթեք իմ համար։ Может быть, нужно, чтобы вы молились за меня. Ասում է ուրախ եղեք եւ դարձյալ ասում եմ դες ուրախ եղեք։ Говорит, радуйтесь. Снова говорю, радуйтесь. Երբ որ սկսեցի խորել այստեղի վրա, И когда я начал углубляться в этом տեսա слове, Պողոսը ուրիշ бан ասում։ я понял, Павел говорит другое. Չի ասում ծիծաղաս։ Он не говорит, смейся. Գիտես, ես հիշում եմ մենք 86 թվականներին, որ ապաշխարել ենք, Я помню, когда в 80-х я покаялся. կար ժամանակ, որ եկեղեցում սովորեցնում էին, որ բոլորին բարև տակ։ И было время, когда в церкви учили, чтобы со всеми здороваться. Ով ինչ որ մեկը եթե վերապրելա Если կհասկանա։ кто-то это переживал, он поймет. Ու փողոցով քայլում ենք, И мы ходили по улице, հիմա մարդը ուզում է բարև տա, ծանոթ, անծանոթ։ и знакомый, незнакомый. Գերմանիայում հեշտ կլներ, որ հենց Գերմանիա հայացքը было ընկնում է, просто. հայացքը ընկնում է մեկը մյուսին, կամ ժպտում են, կամ բարևում են։ Потому что когда они идут друг против друга в Германии, вот так либо улыбаются, Հայաստանում либо... մտենց չի, չէ՞։ В Армении же не так. Կմտածեն ձեռս առնում։ Подумай, что ты издеваешься. Ու
Ուսեց ամեն մեկին բարև ձեզ։ И вот так вот на улице Հետո տեսանք здравствуйте. չի լում, ժողով։ Я потом понимаю, что не получается. Սուտ ամեն մեկին չէ, 100 հոգու չես կարա բարև տալ, բարև ձեզ։ Ավտոբուսի մեջ բարև ձեզ։ Ты же не можешь. Պողոսը ստե խոսում է։ Павел говорит здесь. Լավ է, եղբայր։ Խոստացմա խնդրեց Слово Божие говорит, просите, եւ ձեզ կտրվի, и дано будет вам, որ ձեր ուրախությունը чтобы радость ваша была совершенна. Գիտես ես ինչ տեղ է։ Знаете, что это за место? Խնդրանքի։ Это место просьбы. Ես խնդրում եմ Я прошу, ու իմ պատվերը գալիս է։ и приходит то, что я Ու просил. դա ինձ դեռ չտեսած ուրախացնում է, И это меня радует, даже когда я не видел. որտեվ ես գիտեմ, որ Տերս չի ուշանում։ Потому что я знаю, что Бог не опаздывает. Ես գիտեմ, որ Տերը չի ուշանում։ Я знаю, что Господь не Տերը опаздывает. չի уշանում, երբ որ ես հիվանդ եմ, Бог не опаздывает, когда я болен. Տերը չի уշանում, երբ որ ես աղաղակում Не եմ опаздывает, когда կասկածով։ я взываю к Нему. Հիսուս փրկի, Иисус, спаси меня. որովհետև ես խեղդվում եմ։ Потому что я Հիսուս утону. օգնի ինձ, Иисус, помоги мне. որովհետև ես հոգնել եմ։ Потому что я устал. Վերջի տեղը։ Последнее место. Մենք երետ աղոթել И ենք։ будем вместе молиться. Ինձ դուր է գալիս Мне нравится, Սամսոնը։ мне нравится Самсон. Չէ, ամբողջությամբ չէ, տեղեր Не կա все դուր չի գալիս։ целые. Есть места, которые не нравятся. Բայց դուր է գալիս այն հատվածը, Но нравится то место, որ էշի գանգը վերցրեց когда он взял скелет осла череп եւ 1000 պրոֆեսիոնալ զինվորի սպանեց։ и убил 1000 профессиональных Մի էշի воинов. գանգով։ Одним просто черепом осла. Հմե։ Եվ գիտես ինչ տեղի ունեցավ։ И знаешь, что произошло? Երբ որ բոլորին սպանեց վերջացրեց, Когда он всех убил, խոսքն ասում է, Слово Божие говорит, զգաց որ ուժը թողում է։ Слово Божие говорит, написано, что он почувствовал, что устал. Сила оставляет его, он устал. Ես 1000 հատ կատու չեմ կարա սպանեմ մի անգամից իրար հետ։ Я 1000 кошек не смогу убить. Դրա համար вообще մի սպանության համարն են դատում, Сейчас даже за одно убийство судят. բայց Но նա զգաց, он почувствовал, որ ուժը թողել է что силы его оставили. եւ աղաղակեց Տիրոջ։ И взывал к Господу. Եվ Տերը գիտես ինչ արեց։ И знаешь, что Бог сделал? Մի փոքր չորացած տեղ կար։ Было такое сухое место. Աղբյուրանման ինչ որ մի տեղ կար։ Что-то похожее на источник. Ջուր բացվեց։ И там источник открылся. Խմեց Он пил, եւ կյանքը վերադարձավ իրան։ и сила, жизнь вернулась к нему. Ինձ ու քեզ համար Для меня и тебя դա բացվել է։ оно открыто. Երբ որ մենք պայքարում ենք, պայքարում ենք, պայքարում ենք, պայքարում ենք, պայքարում ենք, Когда мы боремся, մենք հոգնում мы устаем. ենք։ Ես շատ անգամ մտածում ենք, И думаем Երևի- часто, վերջ, наверное, все. բայց Տերն ասում է վերջ չի, Но Господь говорит, это не все. դա սկիզբը։ Это начало. Այդ աղբյուրը բացվում է քեզ համար։ Կանգնի Этот ոտքերիդ վրա։ источник открывается для Father, тебя. we really love you, Jesus. Անցածորը ինձ հարցրեցին, հով որ դու աղոթում ես անգլերեն լեզվով ես աղոթում, թե հոգով ես Вот աղոթում։ меня Սպորեր спросили, ты когда молишься, առաջացել ты եկեղեցում։ молишься на английском или на языках? Ես հոգով եմ աղոթում, Я молюсь в անգլերեն духе, չգիտեմ։ я английский не знаю. Դրա համար անկախ նրանից ինչ леզվով էլ որ դու աղոթում ես, Независимо от того, каким языком ты молишься, հոգով ես աղոթում։ в духе молишься, Եղի Աստծո ներկայության մեջ իմա։ будь в Божьем присутствии. Եթե դու Если ты պարտություն ես հակել, одел поражение, ես խնդրում եմ միայն այն մարդիկ, я прошу, чтобы только те люди. ոչ բոլորին է վերաբերվում, Это не касается всех. որտեվ կան մարդիկ, որոնք հաղթությամբ գնում են առաջ։ Потому что есть люди, которые в победе идут вперед. С Иисус победой. сказал, Иисус сказал, Ես եկա հիվանդների համար, я пришел для больных, ես չեկա я не пришел առողջների համար։ для здоровых. Եթե դու այսօր պարտություն ես, Если у тебя есть поражение сегодня, գիտես, знаешь, գալիս է եկեղեցի, приходит церковь, նոր է ապաշխարել։ я только покаялся. Ձեր հովիվի նման հովիվ չունեի, որ զանգեի ասեի,
մի բան ասա ինձ։ У меня не было такого пастора, как у вас, Այն чтобы я позвонил и ժամանակ сказал, հովին չենք էլ տենում, вы тогда и որտեղ пасторов даже и не видели. ամեն ինչը գախնի էր։ Все было в секрете. Տանջվում էի։ Я мучился. Ավելի ճիշտ եկեղեցի չէր դա, խմբակ էր։ Это даже не церковь была тогда, домашняя группа. Փոքր խմբակներ էր, եկեղեցի թույլ չէին տալիս Когда սկզբից нельзя հավաքվելու։ было собираться, были домашние группы маленькие. Դա 85-86 թվականներ։ 85-6 года. Գալիս է եկեղեցի լացում էի, Приходил в церковь, плакал, որտեղ պարտությունը խեղդում էր։ потому что поражение, она меня просто душила. Դուրս էի գալի, Я выходил, նորից պարտությունը հագնում էի снова одевал поражение ու գնում էի։ и шел. Ծխում էի, Я курил, չէի կարողանում ազատագրվել։ не мог освободиться. Մի օր աղաղակեցի. Однажды я взывал: Հիսուս, Иисус, Դավթի որդի, сын Давидов, փրկի ինձ։ спаси меня. Տանջվում եմ, Я мучаюсь, չեմ կարողանում։ не могу. Ես sense չեմ կարող քո հետևից գալ։ Я не могу так идти за тобою. Ես չեմ կարող խափելով քո հետևից Я գալ։ не могу обманывая идти за тобою. Գիտես ինչ եղավ։ Знаешь, что произошло? Փոքվավ ինձնից մի բան։ Оно просто что-то от меня оторвалось. Գնաց ու գնաց։ Ушло и ушло. Փոքեց ու տարավ։ Он оторвал и унес. Եթե դու այսօր պարտությունդ հակած, Если ты сегодня, одевшись в քուրդ ու поражение, մոխիրեց հակել, оделся во սուկ вретище, ես հակել քեզ վրա, оделся во скорбь, պարտություն ես հակել, поражение одел, տանջանք ես հակել։ мучение одел. Ես ուզում եմ որ դու atենց ստեղից չգնաս, Я хочу, чтобы ты так не уходил отсюда, որ դու գաս առաջ։ чтобы ты вышел вперед. Դա քեզ է վերաբերվում, Это тебя касается. ոչ բոլորին։ Не всех. Կան ստեղ հատուկ մարդիկ, Здесь есть особенные люди. որոնց քեզ է վերաբերվում, И это может тебя касаться, որ դու գաս относиться к այսօր тебе. առաջ։ Чтобы ты вышел вперед. Ու մենք իրար հետ И աղոթել, мы вместе будем молиться. որ Տերը Чтобы Господь քո սուքը твою скорбь փոխում է меняет в радость. քո քուրդը Он հակածը вретище, которое ты одел, հակեցնում է ուրախություն Он քեզ։ на тебя одевает радость. Թույլ տանք որ Տերը այսօր փոխի բարձրացու քո ձեռքը։ Позволим, чтобы Господь менял. Подними свою руку. Սուրբ հոգի, Layman pray with the Holy. The someone pray to him in Jesus and come love you. Oliver Friday say name. Even a Friday heaven credit so. Everything blame and God. Ովքեր գալիս են առաջ, ովքեր кто մնում выходит են ետևում, Кто остается ուղղակի сзади, ձերքերը բարձրացրեք Просто ու աղոթ поднимите свои կարեք. Pray to руки и heaven молитесь. Jesus. Aleman power to heaven God we had to love you Lord. They pray to heaven come at the soul heaven Jesus and get a harbor. The land of heaven Jesus and come the living grow. Նա ինքան սիրեց քեզ, Он настолько полюбил тебя, որտովեթ իա միացին որդուն։ что отдал своего Сына Единородного. He defeated the Father with the Holy Jesus and come the 11. The prayer thank you Jesus the power here. 11 crore the 11 Jesus the get a holy and the really haven't come. Եթե քո հարազատի կորուստը, քո տան անդամի կորուստը, Потери твоего родного, близкого человека քեզ պահում է սքի մեջ, тебя держит в скорби. թույլ տուր որ Տեր այսօր փոխի դա։ Позволь, чтобы Бог это Giving изменил. the fruits, and ever read even Jesus a God. I'll already him and God of earth. And I'm a brother in the least, thank you, Lord. Hallelujah.